Ադրբեջանական զինուժի գրեթե մեկ ամիս շարունակվող կրակոցներից այս գիշեր վնասվել է Սյունիքի մարզի Խնածախ գյուղի մշակույթի տունը։ Պաշտպանության նախարարությունը հաղորդագրությունից բացի նաև լուսանկարներ է հրապարակել հայտնել. կրակոցները հնչել են ժամը 22:20-ի սահմաններում, տուժածներ չկան։ Հայաստանի ռազմական գերատեսչությունը, որ այս շաբաթներին հաճախ է պնդում, թե ադրբեջանական կրակոցները վտանգավոր չեն եւ ուղղված չեն Հայաստանի տարածքին, Բաքվից պարզաբանում է ակնկալում։ Ադրբեջանական կողմին կոչ ենք անում հետաքննել Խնածախի մշակույթի տան գնդակոծման փաստը եւ հանդես գալ հրապարակային պարզաբանումներով։ Այս նույն առաջարկը Երևանն արել էր նաև 2 շաբաթ առաջ, երբ կրակոցներից Խնածախում տուն էր վնասվել։ Ադրբեջանի ռազմական գերատեսչությունից այսօր միայն արձագանքել են, պնդելով, թե հայկական կողմը անհիմն իրականությանը չհամապատասխանող հայտարարություն է տարածել։ Բաքվից նաև շեշտել են, թե մեջբերեմ համարժեք միջոցներ են ձեռնարկում միայն ադրբեջանական դիրքերը հրետակոծող հայկական զինված ուժերի սադրանքներին ի պատասխան։ Մենք եւս մեկ անգամ հայտարարում ենք, որ ադրբեջանական բանակի ստորաբաժանումները երբեք կրակ չեն բացում քաղաքացիական անձանց եւ քաղաքացիական օբյեկտների վրա։ Եվ մինչ Երևանն ու Բաքուն մեղադրանքներ են փոխանակում, Սյունիքի սահմանամերձ բնակավայրում մարդիկ օրերն են հաշվում ու սրտնեղում։ Շուտով մեկ ամիսը կլրանա, որ ադրբեջանական կրակոցները չեն դադարում։ Այս ընթացքում ընդամենը 2-3 խաղաղ օր են ունեցել։ Բնակիչներից մեկը, որ ցանկացավ անանուն մնալ, Ազատությանը պատմեց. գիշերվա կրակոցները անհետևանք չեն անցել։ Դիմացի պոստից որ խփում են յուղի վրա, յուղի տներին, տանիքներին կպնում է։ Կին ա եղել դուրս ա եկել գիշերը բալկոն, այդ փամփուշտը կպել ա պատին, վատացել ա։ Խնածախում կրակոցների ժամերը արդեն անգիր գիտեն, ամեն օր երեկոյան 10-20-ի կողմերը։ Մութն ընկնելուն պես մարդիկ վախենում են տներից դուրս գալ, պատմեց Խնածախի բնակիչներից Կամելա Օհանյանը։ Խաղաղության բանակցությունների մասին ամեն օր լսում են, բայց ոչինչ չեն հասկանում այդ քաղաքական գործերից։ Ինչու խաղաղություն չկա։ Սեփական վերլուծություններն են արել, Ադրբեջանի քայլերը խաղաղության մասին չեն։ Կրակում են, որ գյուղում խուճապ տարածեն, մարդկանց ստիպեն լքել իրենց տները։ Մնալու հույս չկա, տենց է դառնում էլի։ Եթե տենց ամեն օր կրակի վախի մեջ ապրեն, մեծ երեխան բոլորն էլ վախենում են, ես ոչ չեմ վախենում։ Առայժմ մնում են տեսնում ինչ է դա։ Եվ մինչ սահմանամերձ գյուղերում մարդիկ գրեթե ամեն օր հնչող կրակոցների մասին պաշտոնյաներից մի հուսադրող լուրի են սպասում, պաշտպանության փոխնախարարը այսօր խորհրդարանում արած իր հայտարարությամբ նրանց էլ ավելի խճճեց։ Արման Սարգսյանը լրագրողների հետ զրույցում կրկին վստահեցրեց. իրավիճակը սահմանին կայուն է, կրակոցներն էլ անհասցե։ Այս պահին հարաբերականորեն կայուն է իրադրությունը։ Այդ ձեր վկայակոչած կրակոցները երբեմն, որոնք տեղի են ունենում, դրանք ոչ նշանառու կրակոցներ են, անհասցե, սակավաթիվ կարող եմ ասել, եթե անգամ դուք ասում եք կրակոցներ կան։ Ես շատ լավ գիտեմ։ Ես շատ լավ գիտեմ։ Եվ ըստ էության, որ դուք ասում եք անհասցե, իմ եւ մեր լրատվական ծառայության կողմից տրամադրված տեղեկության միջև որևէ հակասություն չկա։ Անընդունելի է, երբ պաշտոնյաները, այն էլ ռազմական գերատեսչության, ազնիվ չեն սահմանին ապրող մարդկանց հետ, ասում է Ընդդիմադիր Հայաստան խմբակցության падգամավոր Աննա Գրիգորյանը։ Ընդդիմադիր գործչի խոսքով թիրախային թե ոչ թիրախային, Ադրբեջանը կրակոցներով կոնկրետ նպատակ է հետապնդում։ Եթե նույնիսկ օդ են կրակում, իրենք հենց այնպես օդ չեն կրակում, դա եւս տերորի նշանակություն ունի, դա եւս կոնկրետ թիրախավորման նշանակություն ունի, այսինքն վախի մթնոլորտում պահելու, մարդկանց վախի մթնոլորտում պահելու նշանակություն ունի։ Սահմանային կրակոցներին նախորդեց խաղաղության պայմանագրի համաձայնեցման մասին Երևանի եւ Բաքվի հայտարարությունը, բայց փաստաթղթի ստորագրման համար Ադրբեջանը պահանջում է, որ հայկական կողմը փոխի սահմանադրությունը եւ լուծարի ԵԱՀԿ Մինսկի խումբը։